ուզում եմ բարձրացնեմ կառավարության ճիշտ մոտեցումը մեր բոլորի, չենք ասում, մենք ենք ինչ-որ բաներ ենք ուզում, որը սենց ասեմ, էլի անհնարին է։ Այսօր ուզում ենք, որ կառավարություն ճիշտ գործի, խելացի գործի։ Ներկայային մենք խնդիր ունենք արտահանման ձկան պահելու հետ կապված հարցը բարձր կառավարությունը այսօր ջրի կրճատում անում։ Ասենք հալավ է ջուրը, եթե մենք չօգտագործենք մնաց հողի տակ։ Նշի որ ջուրը ելնել է հողի տակից, ոնց լսվել է տարիներ շարունակ, դեսը գնալ է թափի։ Ասենք այս քայլի իմաստը ջրի կրճատում։ Ասենք գոնե սպայն աջակցություն ունենանք, հակառակ ունեն մենք քարկոցում կառավարության կողմից։ Այսօր թոմի ձգնաբուծասոր կառավարություն եկել է շուտ մի հարց շուտ դստե քննարկել է այդները։ Ասենք սենց ասեմ էլի փուջուր ձգնաբուծարանը չի, գոնե հավաքեն, ասեն ինչ հարցով կարանք աջակցենք, ոնց օգնենք, ինչ խնդիրներ ունենք։ Զրո արձագանք բոլորի կողմից։ Օրինակ կառավարությունը ասում է եվրոպական շուկա ձեզ արտահանման հնարավորություն է տալիս եւ այդ կերպ մտածում։ Հարգելիներս եվրոպական շուկայի արտահանման հնարավորություն է տալի։ Այսօր եվրոպական մեր արտադրությունը 10,000 տոննա հենց մա մտնենք եվրոպական շուկա, մենք ինչ չենք կարալու անել։ Մենք չենք ասում, հա շատ լավ է, բայց այսպես մենք պատրաստ չենք մտնենք այդ եւի շուկայի մեջ կանանք հասնենք։ Ինչ առումով պատրաստ չեք ապրանքատեսակը չի համապատասխանում։ Ապրանքատեսակը, ասենց ասեմ, հարգելիս Եվրոպա չի սպասում մեր 10,000 տոննային, հասկանում եք։ Կարող է հակարանանք մի 100 տոննա սպառում անել, բայց չէ որ մեր արտադրության այս քանակը Եվրոպան պատրաստ չէ որ ընդունի։ Ներկայային կառավարության պետք է հարցը քննարկենք, ինչեր կարանք անենք, ռազմավարական ծրագրեր մշակենք, փորձենք այսօր այդ ձուկը թեկուզ Հայաստանի շուկայում կարանանք սպառում կազմակերպել, կարանանք պաշտպանության նախարարություն շուտ բաներ անենք։ Գոնե չենք ասում ինչ որ ամբողջ գոնե հնարավորություններ տակ աշխատելու։ Ամբողջ խնդիրը դրա մեջ է։ Ասում են թղթաբանությունն են հիշում։ Հարգելիս թղթաբանություն լավ, եվրոպական շուկա լեսկանալ թղթաբանությունը չեն արել, այս վերջի մի 20 օրն ենք սկսել աշխատել, 2 ամիս է մենք արտանում չենք ունեցել, այս վերջին նոր 20 օրը սկսել ենք մտածել, ուզում ենք, այսօր կա մեկը որ կարա եվրոպա շուկա արտանի, հենց հիմա։ Հիմա այս Ռուսաստանի սահմանափակումները ինչի ամբողջը ասեմ իշտ է, այսօր ամբողջը մեր կառավարության ոչ ճարպի գործելակերպը, շատ դանդաղ, խնդիրներով է գործում, հերթադեպ։ Ամբողջը շատ ճիշտ կարողանանք գործել, կարողանանք այս պահին ժողովուրդ սենց ասեմ էլի 2007 թվականից զբաղվել եմ ձգնաբուծությամբ, տարիների աշխատանքից եմ մենք այսօր ամեն օրում գիտեք ինչ մեծ կորուստ ենք ունենում։ Եթե երկար ցես դեպի կասած ամբողջը փլուզում ենք, կորցանվել։ Հիմա Նիկոլ Փաշինյանն արձակուրդում է, բայց այնուամենայնիվ ասելիք ունեք իրեն որպես կառավարության ղեկավար։ Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանին ասելիք։ Ներկա խնդիրներին լուրջ մոտեցում ցույց տան, էլի։ Չենք ասում եք ես ոչ գումարը, պրոստը մոտեցում, խելացի մոտեցումներ ցույց տան։ Դա որն է այդ խելացի մոտեցումը։ Խելացի մոտեցում էս պահին հիմա հարցը բարձրացվել ջրի կրճատում։ Հարգելիս ես պահ մեզի ջուրը պետք է որպեսզի մեր կարողանանք ձուկը ջրի մեջ պահել։ Դա երբ է ներկայացվել այդ ջրի կրճատումը։ Արդեն սկսել են ջրերի կրճատումը սկսվել է։ Արդեն մի ամիս է, 2 ամիս է սկսել են արդեն կրճատել։ Ոնց։ Լավ, ժողովուրդ ջան, շնորհակալություն։ Արդեն քորս։